peace agreement between Armenia and Azerbaijan. Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կլուծի բոլոր մտահոգությունները, որոնք Ադրբեջանը կարող է ունենալ եւ ունի ներկայումս։ Ուստի Ադրբեջանի բարձրացրած խնդրի լուծումը պայմանագրի ստորագրումն է, ոչ թե չստորագրումը։ Ուզում եմ կրկին պարզաբանել, հնարավորություն չկա, շանս չկա, որ չկատարվեն Ադրբեջանի ակնկալիքներն այն դեպքում, որ ստորագրվի պայմանագիրը։ Եվ այդ մտահոգությունները փարատելու համար խաղաղության պայմանագիրը պետք է ստորագրվի եւ դա է մեր հիմնական ուղերձը։ Հատկապես որ մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի սահմանադրության մեջ կան որոշ տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ, բայց մենք այդ հարցը առանձին չենք բարձրացրել, քանի որ համարել ենք, որ պայմանագրի համաձայնեցված տեքստում այդ խնդիրը կհասցեագրվի։ Ընդհանուր առմամբ, անկեղծ ասած, կան Ադրբեջանի բարձրացրած խնդիրների երկու տարբերակներ։ Որոշ փորձագետներ ասում են, որ դա ընդհանրապես պատրվակ է, որ Ադրբեջանը հետաձգի խաղաղության պայմանագրի ստորագրումը, սակայն Հայաստանի Հանրապետության կառավարության դիրքորոշումը հետևյալն է։ Մենք փորձում ենք հաշվի առնել, որ Ադրբեջանի բարձրացրած մտահոգությունները անկեղծ են եւ մենք դիտարկում ենք, որ տեսնենք, թե արդյոք առաջարկվող ճանապարհային քարտեզը փարատում է Ադրբեջանի մտահոգությունները։ Եվ կարծում եմ, ես կարողացա հստակ ներկայացնել, որ դա արվում է։ Խաղաղության պայմանագիրը հստակ փարատում է բոլոր մտահոգությունները։ Ուստի իմ կոչ այս իրավիճակում հետեւյալն է. մենք պետք է կենտրոնանանք խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ եւ ես վերահաստատում եմ, որ ես, մեր կառավարությունը, մեր քաղաքական թիմը պատրաստ ենք առաջ շարժվելու եւ ստանձնելու պատասխանատվության մեր բաժինը տևական խաղաղություն մեր տարածաշրջանում ունենալու համար։ Հարգելով իմ նշած սկզբունքները, իմ համոզմունքը այն է, որ ի հեճուկս բոլոր փաստարկների, բոլոր սադրանքների Հայաստանի եւ Ադրբեջանի միջև չի լինելու պատերազմ, լինելու է խաղաղություն եւ դա շատ միանշանակ է։